1973 թվականին ծնված Վալերի Դավիդյանը Ստեփանավան քաղաքից էր։ Նախկինում 5 անգամ դատապարտվել էր ազատազրկման։ Վերջին պատժի կրումից ազատվել էր վաղաժամկետ եւ կալանավերից դուրս եկել մոտ 15 օր առաջ։ Նոյեմբերի 8-ին կեսօրն անց մայրաքաղաքում էր, Գյուլբենկյան փողոցի մոտակայքում։ Քայլում էր, սակայն րոպեներ անց պարզվեց, որ ոչ թե պարզապես շրջում էր, այլ հարմար թիրախ էր փնտրում, որպեսզի հանցավոր նպատակներն ի կատար ածեր։ Ժամը 15-ի սահմաններում գտավ ցանկալի անձին ու գործի անցավ։ Գնալիս Գյուլբեկյան Արամ Խաչատրյան փողոցներում ինձ է մոտիկ անում մի անձ եւ ուսը դնում ձեռքը դնում ուսիս, նա ասացի թող, նա ասաց հանգիստ եւ միաժամանակ խլելով ձեռքիս պայուսակը հարվածում եւ դիմում փախուստի։ Ծառայություն ենք իրականացնում Գյուլբեկյան եւ Արամ Խաչատրյան փողոցների հատվածում, երբ նկատեցինք, որ մի անծանոթ երիտասարդ մոտեցավ մեկ այլ երիտասարդի եւ նրա ձեռքից խլեց պայուսակը, ապա նրան հարվածելով դիմեց փախուստին։ Անմիջապես հետևեցինք փախուստի դիմող անձին եւ մի քանի վայրկյան անց նրան բռնեցինք։ Բռնելուց հետո նրան բերման ենթարկեցինք ոստիկանության Արաբկիրի բաժին։ Չնայած բազմամյա հանցավոր փորձին հաջողության հասնել չկարողացավ։ Բռնվեց հանցանք կատարելուց վայրկյաններ անց եւ ստիպված էր խոստովանական բացատրություն տալ կատարվածի մասին։ Գողոն արգրավվել է, փաստարթիվ հարուցվել է քրեական գործ։ Վալերի Դավիդյանը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 7-ից 10 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը, խարդախության 11 դեպքից 9, բացահայտվել է գողության 8, կողոպուտի 2, կաշառակերության, խուլիգանության եւ մաքսանենգության մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության մեկական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 25-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Նոյեմբերի 3-ից մինչեւ 9 Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 113 տրանսպորտային միջոց, որից մեկի վարորդը առանց համապատասխան թույլտվության խլացուցիչը վերասարքավորել էր բարձր ձայնով երթևեկելու համար, 42-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 70-ը առանց համապատասխան փաստաթղթերի եւ այլ խախտումների համար։ Նոյեմբերի 11-ին Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրի եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, քարտուղարություն @police.am էլեկտրոնային հասցեներին։ Նոյեմբերի 11-ին հերթական ուղիղ կապի հյուրն է լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարամ Աբրահամյանը, ում կարող եք հարցեր ուղղել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ դիմելու կարգի, դուժողի իրավունքների եւ ձերբակալվածների պահման վայրերի ներքին կանոնակարգի վերաբերյալ։ Կարող եք զանգահարել ժամը 14:30-ից մինչև 16:30, 59 60 54 հեռախոսահամարով։ Սյունիքի մարզի Խնձորես գյուղի բնակիչ 1973 թվականին ծնված Սոնյա Ավետիսյանը նոյեմբերի 4-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Սոնյա Ավետիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 590704, 094 13 4303 կամ 102 կամ դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին։ Նոյեմբերի 5-ին ժամը 11:30-ին Մասիս քաղաքի բնակիչ 1931 թվականին ծնված Փայլակ Սեթրակի Հակոբյանը տնից դուրս է եկել եւ մինչ օրս չի վերադարձել։ Հագին եղել է սև գույնի ամառային գլխարկ, մոխրագույն պիջակ, կապույտ գույնի ջինսետաբատ։ Փայլակ Հակոբյանը տառապում է սկլերոզ հիվանդությամբ։ Փայլակ Հակոբյանի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Մասիսի բաժին կամ զանգահարել 590625 0236 40202 հեռախոսահամարներով։
Որպես անհայտ կորած որոնվում է 2000 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ Մաթևոս Աշոտի Պողոսյանը, որը հոկտեմբերի 24-ին ժամը 14-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն 6 փողոց 68 կոտորակ 1 հասցեում գտնվող հանրապետական հատուկ թիվ 1 կրթահամալիրից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Մաթևոս Պողոսյանը զբաղվում է մուրացկանությամբ եւ թափառաշրջիկությամբ։ Գիշերներն անց է կացնում Երևան քաղաքի ինտերնետ ակումբներում։ Մաթևոս Պողոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 450202 հեռախոսահամարով։ Այսօր Հաբովյանի 17 շենքի դիմաց ոստիկանության մի խումբ վետերաններ էին հավաքվել, գնդապետներ, գեներալներ, ներկայիս ու նախկին այլ պաշտոնատար անձինք։ Նոյեմբերի 10-ը խորհրդային միլիցիայի օրն է, իսկ հանդիպման վայրը պատահական չէր ընտրված։ Այս շենքում էր ապրում ոստիկանության երախտավորներից մեկը, ներքին գործերի նախարար գեներալ լեյտենանտ Հայկ Շահինյանը, ում հիշատակին ընկերների եւ հարազատների նախաձեռնությամբ Հաբովյանի 17 հասցեում հուշաքար փակցվեց։ Միջոցառումը հուզիչ էր թե Շահինյանի հարազատների եւ թե ընկերների համար, որոնք նրա մասին հուշեր էին պատմում, հիշում պետությանը մատուցած ծառայություններն ու անվանի ոստիկանի հայրենասեր նկարագիրը։ Իրոք բոլորիս համար այսօր եւ տոնը եւ նաեւ ինչի՞ չէ հիշողությունը, եթե մենք չհիշենք մեր մեծերին, մենք չենք կարող ոչ ներկան, ոչ էլ ապագան կառուցել։ Ներքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցներին այսօր իրենց տոնն է։ Բոլորի տոնը շնորհավոր, ձեզ հաջողություն, երջանկություն, երկրի հիմքերը ամրացնելու համար շատ մեծ աշխատանք եք կատարել եւ այդպես էլ շարունակեք։ Այսօր երիտասարդների կողքին եք, ամեն ինչ արեք, որ մեր երկիրը գնալով ավելի ամրապնդի։ Հայկ Շահինյանի մասին հպարտությամբ են խոսում նաև խորհրդային միլիցիայի վետերանները, իսկ ընկերոջ հուշաքարն ասես լուսավորում էր նրանց անցած ուղին։